մեր ամբողջ գյուղատնտեսությունը, օրինակ դուք գիտեք, քանի տոկոսն է գյուղատնտեսական արտադրանքի գնում Եվրոմիություն։ Ենթադրում եմ 0-ի մոտ թիվ է, այո։ 0-ի մոտ թիվ պետք է լինի։ 0-ի մոտ, ճիշտ է։ 1%-ից ավելի քիչ։ Վերամշակվող արտադրությունը, արտադրության օրինակ ապրանքները, օրինակ գինին, մոտավորապես 3%, 3-ից 5%։ Կոնյակի արտադրությունը, մոտավորապես 3%։ Ես այս ամենը ուսումնասիրել եմ դեռ 1.5-2 տարի առաջ, մի քանի օր առաջ փորձեցի թարմացնել, բան չի փոխվել։ Հիմա բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են կոնյակի արտադրության հետ, գինու արտադրության հետ, որոնք ունեն ջերմոցներ, եւ այդ ջերմոցներում աճեցրած ապրանքը 100%-ով գնում է Ռուսաստան։ Օրինակ լիքը ջերմոցները կա ծաղիկեն, չէ՞։ Ընդամենը 1%-ից ավելի քիչն է գնում Եվրոպա։ 1-1 չի գնում ընդհանրապես։ Այս մարդիկ պետք է հասկանան, որ մեկ օր սենց եթե բանը փեդը վերցրած արջին բզում են, այդ արջ կարա այնպես հարվածի, որ բոլոր ամբողջ քո երկիրը ուղղակի կաղնի մի կոլապսի առջև։ Այս վիճակն է։ Դե մենակ գազը գինը հերիք չի։ Ինչ են անելու այդ մարդիկ, եթե հանկարծ Ռուսաստանը ուղղակի իր քաղաքականությունը փոխվի եւ վերաբերմունքը փոխվի Հայաստանի նկատմամբ։ Ինչ են անելու այդ մարդիկ։ Իրենք ամեն մեկը պիտի հաշվի առնի, թե ինքը ինչ կարգի վարկերի տակ է, ջերմոց կառուցելուց ինչ հարաբերությունների բանկերի հետ եւ ինչ հետևանքներ է կարող ունենալ։